Կանաքի ժամկետը երկարացնել ևս 3 ամիս ժամկետով։ Նոր պաշտպանական կողմը։ Անդրադառնալով ի սկզբանե հիմնավոր կասկածի հետ կապված հարցերին նախ նշեմ, որ մանրամասն բնականաբար վերլուծություն չենք անի, կապված նաև բարույթի այս փուլը, կախված նաև այն հանգամանքով պայմանավորված, որ ըստ էության այս դատարանում արդեն երկրորդ անգամ պետք է քննարկման առարկա դառնա, բայց երկու կարճ նախադասությամբ փորձեմ մեր հիմնական մեղրերն ասել։ Ի սկզբանե ասել եմ, որ Դավիթ Գալստյանը որևէ հանցավոր արարքի մասնակցություն չի ունեցել։ Անգամ գնահատական չտալով, թե մեղադրական եզրակացության մեջ նշված գործողությունները առհասարակ հանցավոր համարվում են կամ առհասարակ որևէ հանցակազմի հատկանիշներ պարունակում են, թե ոչ, մենք միշտ պնդել ենք մի բան. Դավիթ Գալստյանը անգամ մասնակցություն չի ունեցել այն գործողություններին, որոնք որ մեղադրական եզրակացությամբ թվարկված են։ Ու մենք միշտ ասել ենք, ի սկզբանե մեղադրանք առաջադրելու փուլից սկսած, խնդրում ենք պարզաբանել մեր առաջադրված մեղադրանքը, մենք չենք հասկանում, մենք ինչի մեջ ենք մեղադրվում ի վերջո։ Բայց այդ տեսանկյունից արդեն չխորանալով հաշվի առնելով նորից եմ ասում այս փուլը մի էական արձանագրում եմ ուզում անել։ Դատախազը նշեց Վերաքննիչ դատարանի որոշումից որոշակի մեջբերումներ կատարել, ես առավել կարևոր մեջբերում եմ ուզում անել այդ դատական ակտից, որը որ իհարկե չի վերաբերում հիմնավոր կասկածին, բայց վերաբերում է ենթադրյալ արարքի վտանգավորությանը եւ բնույթին, բայց որով մեր գնահատման կրկին վերահաստատվում է մեր այն դիրքորոշումը, որ Դավիթ Գալստյանը որևէ մասնակցություն չի ունեցել որևէ հանցավոր գործողությունների կամ անգամ մեղադրական եզրակացության մեջ նշված գործողություններին։ Մասնավորապես Վերաքննիչ դատարանը մեր կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացած որոշմամբ ինչ է արձանագրել։ Այսպիսի եզրահանգման է եկել պատվարժան դատարան։ Այսպիսով գնահատելու ինչպես ենթադրյալ արարքի բնույթը եւ վտանգավորությունը ու գծել է ըստ մեղադրական եզրակացության նրա մասնակցության նվազդ չափը մասնավորապես գաղտնի քննչական գործողությունների եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արձանագրություններում առկա ենթադրյալ նախապատրաստող գործողությունների մասին վկայող կարևոր հակագծերով վտանգավոր զրույցների վերջինի մասնակցություն չունենալու հանգամանքը։ Սա այն է ըստ էության, ինչ որ մենք ասում ենք պատվարժան դատարան, մենք որևէ մեկը մեր կողմից թե Դավիթ Գալստյանը, թե մենք չենք շփվել, որ Դավիթ Գալստյանը հանդիպումներ ունեցել է Բաղդադ Սրբազանի հետ, չենք շփվել, որ որոշակի հավաքների ցույցերի հետ կապված հարցեր քննարկվել են, բայց Դավիթ Գալստյանն է իր խոսքում նախորդին նշել, որ այո, եղել են նման խոսակցություններ, բայց եղել են կապված հիմնականում արցախցիների սոցիալական կարգավիճակի, սոցիալական հարցերի հետ կապված եւ դրանով պայմանավորված նաեւ որոշակի հանրահավաքներ, որոշակի հավաքների իրականացման անհրաժեշտության հետ կապված։ Իսկ այն գործողությունները, որ մեղադրական եզրակացությունում թվարկված են որպես հանցավոր բնույթ, դրանց առումով ընդհանրապես որևէ նմանատիպ անգամ խոսակցությունների անգամ ներկա չի եղել Դավիթ Գալստյանը, անգամ խոսակցությունների ներկա գտնվելու մակարդակով չի հաստատվում Դավիթ Գալստյանի մասնակցությունը։ Հետևաբար այս տեսանկյունից կարծում եմ ես քանը մենակ միայն բավարար է հիմնավոր կասկածի մակարդակի վերաբերյալ գնահատականներ տալու կամ եզրահանգումներ գալու համար։ Հիմա արդեն անդրադառնալով հիմքերի խափան միջոցի հետեւյալը ցանկանում նշեմ։ Տեսեք, մենք միշտ ասում ենք, որ այլ չեն կարող գնահատական տալ, դեռ ապացույցներ հետազոտված չեն եւ որոշակի ապացույցների գնահատման չեն կարող ենթարկել, բայց Վերաքննիչ դատարանն ինչ արել է, իմ մեջ բերած հենց նախադասությամբ ինքը գնահատական չի տվել ապացույցներին։ Ինքը գնահատական է տվել հիմք ընդունել մեղադրական եզրակացությունը։ Ինչ է մեղադրական եզրակացությունում նշված։ Իսկ այդ մեղադրական եզրակացությունը բնականաբար, եթե Վերաքննիչ դատարանը կարդացել է, հասկացել է բովանդակությունը, վստահ եմ Արարչեհյանի դատարանը շատ ավելի վաղ է կարդացել եւ տեղյակ է մեղադրական եզրակացության մեջ ինչ ապացույցներ են վերագրվում, որով ըստ կարող է հաստատվել Դավիթ Գալստյանի առհասարակ մասնակցությունը։ Հիմա այդ օպերատիվ գաղտնի ձայնագրությունների հետ կապված արդեն Վերաքննիչ դատարանը դիրքորոշում նշել է, որ ըստ էության վտանգավոր խոսակցությունների չի մասնակցել Դավիթ Գալստյանը։ Այսինքն այդ տեխնիկական բացի այն, որ դրանց դարձերություն գործադրելու հավանականությունը ըստ էության առկա չէ, նաև այդ ապացույցների ինչ որ խոչընդոտելու կամ ապացույցների հետ կապված որևէ գործողություն անելու հիմքեր առկա չէ։
Իսկ քանի որ Արաքելյանի դատարանը ըստ էության իր երբ որ առաջի անգամ խափանան միջոց է ընտրվել ձեր կողմից նկատի ունեմ, նշել է որպես իմ դատարանը որպես խափանան միջոց իմ նշել է որ հաշվի առնելով քրեական վարույթով ձեր բերված ապացույցներն ու փաստական տվյալները գտել է որ բարձր հավանականություն որ ազատության մեջ հայտնվելու դեպքում մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական վարույթի քննությամբ, այդ թվում ապացման գործընթացին ապօրինի միջամտել ու նշելով նաև նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ հանցախմբերին առնչվող գործերով, վկաներով կամ գործով անցնող այլ անձանց կասկածյալների, մեղադրյալների վրա կեշում գործադրելու կամ վարույթին այլ կերպ խոչընդոտելու ռիսկը հաճախ բարձր է։ Տեսեք, անգամ դատարանն է իր ձևակերպումների մեջ նշել, որ հաճախ բարձր է, այսինքն ընդհանրական ձևակերպում է տվել նմանատիպ գործերի։ Կոնկրետ փաստական տվյալ անգամ ձեր կողմից դատական ակտի մեջ չի նշվել, որ այս տվյալը կա սրա հետևանքով խոչընդոտելու ռիսկը բավականին մեծ է։ Բայց վերադառնալով իմ նախորդ մտքին, երբ որ ասում եմ ապացույցների անգամ մեղադրական եզրակացության մակարդակում կարող ենք անդրադառնալ թե ինչ ապացույցներ են դրված, հիմա հաջորդը գալիս է արդեն մեղադրյալներ եւ վկաներ։ Արդյոք որևէ մեկը Դավիթ Գալստյանի մասին որևէ խոսք ասել է, հարց է առաջանում։ Մեղադրյալների մասով որևէ մեկը որևէ բառ չի ասել, մեղադրական եզրակացությունը եւ ուսումնասիրեք կհասկանանք, որ որևէ մեկը որևէ բառ չի ասել Դավիթ Գալստյանի մասին։ Անդրադառնանք վկաներին։ Գործով մեղադրական եզրակացությունից երևում է, որ 34 վկաներ կան պատվարժան դատարանում։ Այդ 34 վկաններից ընդամենը մի հոգի է Դավիթ Գալստյանի անունը տվել։ 33 վկաներից որևէ մեկը անգամ չի հիշատակել Դավիթ Գալստյանի անունը։ Իսկ երբ որ նայում ենք այդ մեկ վկան Տիգրան Սևումյան մեղադրական եզրակացության 260-ից 270 էջերում նշված հատվածներում է վերջինից ցուցմունքի վերարտադրությունը ինչ է նշված։ Ընդհանրապես նշում է, որ Դավիթ Գալստյանի հետ այո ճանաչում է Դավիթ Գալստյանի, Դավիթ Գալստյանի հետ հանդիպում է ունեցել սոցիալական հարցերի հետ կապված։ Դավիթ Գալստյանի հետ սոցիալական հարցերի քննարկումների ժամանակ, այդ թվում արցախցիներին աջակցությունից զրկելու հետ կապված հարցերի ժամանակ, այո քննարկվել է նաև որոշակի հանրահավաքներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Բովանդակային առումով դա եւ մեկ տվյալ նշել է, որ Դավիթ Գալստյանին այո տեսել է Բագրատ Սրբազանի հետ որոշակի միջոցառման ժամանակ, ընդ որում դրսում ոչ թե ինչ-որ տան ներսում, տեսել է այդ։ Հիմա ինչ այդ ցուցմունքով մենք որ ճշտում ենք, որ Դավիթ Գալստյանը Բագրատ Սրբազանի հետ կապ է ունել, վերջինիս հետ հանդիպել է, ոչ ճշտում ենք, որ Դավիթ Գալստյանը ճանաչում է այդ տանձին, ոչ ճշտում ենք, որ այդ տանձի հետ հանդիպում ունեցել է, բայց մենք ճշտում ենք, որ որևէ խոսակցություն չի եղել առհասարակ կապված Սրբազան շարժման հետ։ Ընդ որ վկան նույնպես նշում է, որ Սրբազան շարժման հետ կապված որևէ խոսակցություն չի եղել։ Անգամ ամենալայն կտրվածքով են որ նայում, չեմ ասում այն գործողությունները, որ թվարկված են, առհասարակ Սրբազան շարժման հետ կապված որևէ տվյալ չի հայտնել այդ վկան։ Այսինքն այդ վկան անգամ, որը որ համարվում մեր մասին տեղեկատվություն, մեր դեմ ցուցմունք չի տվել։ Գործով չկա մի հատ ցուցմունք, մի հատ տվյալ, որը կհաստատի, որ մեր դեմ որևէ մեկը ցուցմունք է տվել, որևէ տվյալ ասել է։ Հետևաբար հարց է առաջանում։ Կարիք կա չէ, որ Դավիթ, առհասարակ կարիքի մակարդակով ցանկությունը չեմ ասում։ Կարիք կա, որ Դավիթ Գալստյանը որևէ մեկի հետ հանդիպի, որևէ մեկի հետ ինչ-որ բան խոսի, որևէ ձևով փորձի խոչընդոտել գործի քննության, ինչի խոչընդոտի, էլի, եթե մեր դեմ բան չկա որևէ, ինչի խոչընդոտի, դրա կարիքը չկա։ Այդ չեմ ասում ցանկությունը իր պատճառ վարկագիծը գործող։ Ես ուղղակի զուտ նշում եմ կարիքի տեսանկյունից, որ չկա։ Այսինքն այդ դեպքում ինչքան էլ որ այո վերակնիչ դատարանն էլ դուք էլ արձանագրել որ որոշակի ռիսկ կա, բայց ես ասում եմ, որ ոչ միայն այդ ռիսկը չկա, այլ նաև կարիքը չկա։ Առհասարակ կարիք չկա դրա համար։ Հետևաբար այս տեսանկյունից ես գտնում եմ, որ ըստ էության հիմք էլ չկա Դավիթ Գալստյանի, հիմքեր առկա չեն Դավիթ Գալստյանի նկատմամբ խափանան միջոց ընտրելու եւ արդեն հաջորդիվ անդրադառնալով խափանան միջոցի տեսակին պատվարժան դատան, եթե անգամ դատանը գտնում է, որ այո որոշակի ռիսկեր այնուամենայնիվ շարունակում են մնալ եւ որոշակի ռիսկեր կան, ապա ես գտնում եմ, որ տվյալ իրավիճակում ավելի նվազ խափանան միջոցը միանշանակ բավարար կլինի պատշաճ վարկագիծն ապահովելու։ Տեսեք այս պայմանությամբ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված է տնային գալանք 5 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։ Մենք չենք պնդում վերացման կամ փոփոխման բացակայելու արգելքի գրավի հետ կապված, բայց մենք գտնում ենք, որ տնային կալանքը առնվազն պետք է փոխվի վարչական հսկողությամբ, անհրաժեշտության դեպքում համապատասխան սահմանափակումներով։ Եվ որպեսզի նաև հիմնավորենք
թե ինչու առավել եւս պայմանավորված անհրաժեշտ Դավիթ Գալստյանի ոչ միայն խփամիջոցի անհրաժեշտության տեսանկյունից, այլ նաեւ կարիքի իսկապես Դավիթ Գալստյանն ունի, որ հայտնվի ազատության մեջ, մի շարք հանգամանքներով է պայմանավորված պատվարժան դատան։ Նախ գաղտնի չէ, բոլորս էլ գիտեն, որ Դավիթ Գալստյանը Արցախից բռնի տեղահանված անձ է։ Ու բոլորս էլ պատկերացնում են, որ այդ բռնի տեղահանման հետևանքով անձի համար իր սոցիալական պայմանների հետ կապված, իր կյանքի պայմանների հետ կապված բնականաբար որոշակի դժվարություններ, որոշակի խնդիրներ են առաջացել։ Եվ դրանով պայմանավորված առավել եւս Դավիթ Գալստյանի նկատմամբ տնային կալանքի պահպանումը ճիշտ չենք համարում։ Հիմա տնային կալանքի ընդհանրապես կալանքի կիրառման պատճառով Դավիթ Գալստյանը զրկվել է աշխատանքից։ Մենք նախորդին ներկայացրել ենք բոլոր փաստաթղթերի ձեզ տեղեկանքները ու աշխատանքից ազատման հիմքում ուղղակի դրված է, հաշվի առնելով, որ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառվել է կալանավորում, հետևաբար աշխատանքից ազատվել է։ Հիմա չենք անդրադառնում հիմնավոր վարչության անհիմն լինելու այդ որոշում, բայց փաստն այն է, որ աշխատանքից ազատվել է։ Բայց մինչ այդ աշխատանք է ունեցել եւ դրանով պայմանավորված հնարավորություն է ունեցել պահել իր ընտանիքը եւ ներկայումս էլ պատվարժան դատան ես կարող եմ հայտնել, որ գործատուն պատրաստ է կրկին վերականգնել Դավիթ Գալստյանին աշխատանքի, եթե վերջինս ազատության մեջ լինի եւ դրանով պայմանավորված կարողանա իր աշխատանքը կատարել եւ իր ընտանիքի հոգսերը ապահովել։ Բացի այդ պատվարժան դատան այս տեսանկյունից կարեւոր է նաեւ ինչպես նաեւ վերաքննիչ դատանն է կարեւորել որոշակի անձը բնութագրող տվյալներ եւս մասնավորապես Դավիթ Գալստյանի խնամքին այս պահին փաստացի կան երկու ուսանողներ, որոնց ոչ միայն ուսման, այլ նաև ուսման հետ կապված բազմաբնույթ հարցեր կարգավորման, այդ թվում նաև ֆինանսական, բնականաբար անհրաժեշտ Դավիթ Գալստյանի աշխատանքը։ Բացի այդ Դավիթ Գալստյանի խնամքին են գտնվում առողջական վատ վիճակում գտնվող ծնողները, որոնցից հայրը երրորդ կարգի հաշմանդամ է։ Այդ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են դատարանին եւ Դավիթ Գալստյանի նաև հաշվի են առնվել վերաքննիչ դատարանի կողմից, ասենք կարևոր հանգամանքներ են դրանք դիտարկվել։ Նաև հարկ ենք համարում նշել, որ Դավիթ Գալստյանը եւս որոշակի առողջական խնդիրներ ունի, որոնց վերաբերյալ ձեզ արդեն բազմիցս դիմել ենք թույլտվություններ ստանալու համար, որ համապատասխան բժշկական հետազոտությունների մասնակցի, մենք նախորդիվ էլ մինչև այս նիստը ներկայացրել ենք որոշակի միջնորդություն, որ միջազգային չի բավարարվել, բայց փաստաթղթերի հետ կապված ես կցանկանամ ներկայացնել այո որոշակի նաև տեղեկանքներ կան, որով պետք է հետազոտություններ անցնի, բայց մի կարևոր արձանագրում եմ ուզում անեմ, այս իրավիճակը, որը առաջացրել է Դավիթ Գալստյանի շուրջ, նաև վերջինիս որոշակի հոգեկան ազդեցություն են ունեցել վերջինիս վրա եւ համապատասխան մասնագետի տեղեկանք կա, որ նշում է, որ յուրաքանչյուր չորեքշաբթի վերջինս պետք է հոգեբանական սեանսների մասնակցի, դրա մասին եթե Դավիթ Գալստյանը ցանկանա առավել մանրամասն կներկայացնի, բայց այն իրավիճակում, որ վերջինս հայտնվել է, բնականաբար որոշակի հոգեբանական խնդիրներ չէ կարող չառաջացնել եւ այս պարագայում առավել եւս, երբ որ նորից եմ կրկնում, շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ վերջինս բռնի տեղահանված է եւ դրանով պայմանավորված առավել եւս առավել շատ խնդիրներ ունենում իր անազատության մեջ մտնելու պայմաններով։ Եվ ի վերջո եւս մեկ դիրքորոշում եմ ուզում հայտնել պատվարժան դատան։ Տեսեք, պետությունը ամեն պահի հայտարարում է, որ ամեն ինչ անելու է արցախցիներին ինտեգրելու հասարակության մեջ եւ այնպես անել, որ չթողնեն մարդիկ երկիր չգնան այստեղ մշտանալ եւ կարծում եմ այո, իրական շատ ճիշտ քաղաքականություն է։ Բայց հիմա ինչ է ստացվում։ Փոխան Դավիթ Գալստյանին հասարակության մեջ ինտեգրելու հնարավորություն տալու փոխեն ընդհակառակն է տեղում են։ Վերջինիս հասարակությունից մեկուսացվում է։ Մինչդեռ կարծում եմ, երբ վերջինս գտնվի ազատության մեջ, կարողանա աշխատել իր ընտանիքի անդամների հոգսերը հոգալ եւ մնացածը առավել կինտեգրվի մեր հասարակության մեջ եւ այդ առումով եւս եւ վերջինիս ընտանիքը կինտեգրվեն մեր հասարակության մեջ, ինչ կարող համարում նաեւ պետության տեսանկյունից։ Այսքանով պատվարժան դատան խնդրում եմ Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոփոխել եւ սահմանել վարչական հսկողություն անհրաժեշտության դեպքում համապատասխան սահմանափակումներով, այնպես որ հնարավորություն տրվի վերջինից ներկայանա աշխատի եւ իր ընտանիքի ապրուստի միջոցները կարողանա հոգալ։
Ուրեմն 10 սուպեր դատական լիստը կընդմիջվի, քանի որ մեղադրյալներից մեկը առողջական խնդիր ունի։ 5-ից 10 սուպերի չափով ընդմիջում, շտապօգնություն ենք հրավիրել,